Վերադառնում ենք մեր Արտուրի, մեր ռեժիսորի խորհրդին, փոխվում է տրամադրությունը, որովհետև շատ կարևոր թեմա ենք անդրադառնալու։ Ժպիտներով շարունակում ենք, այո, եւ ներկայացնենք։ Առիթ ունենք ժպտալու, կարևոր առիթ ունենք ժպտալու, բայց վերականգնվել է ախր, հասկանում ես։ Մեծ աշխատանքներ են տարել, Վահան Տերյանի տուն-թանգարանը։ Այս ամենի մասին ավելի մանրամասն ներկայացնեմ մեր հյուրին, այո, Ջավախքի աջակցություն հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Սկսենք զրույցը հենց տուն-թանգարանից։ Քանի տարվա պատմություն ունի, երբ է հիմնադրվել, այս տարիների ընթացքում։ Այո, ինչ ճանապարհ եք անցել մինչև վերականգնման հենց այսօրը։ Շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Վահան Տերյանի ուրեմն տուն-թանգարանը, այսինքն նրա հայրական տունը կառուցվել է 1882 թվականին, եւ միայն 1957 թվականին ինքը հիմնադրվել է որպես տուն-թանգարան, եւ մինչեւ այսօր որևէ լուրջ վերանորոգման աշխատանքներ չի իրականացվել եւ կարելի ասել նա փլուզման եզրին էր գտնվում։ Ուստի Ջավախքին աջակցություն հիմնադրամը նախաձեռնեց 2015 թվականին նաեւ հայտարարեց, որ իր կարևոր ծրագրերի շարքում է ներառում տուն-թանգարանի վերականգնման աշխատանքները եւ 2020 թվականից փուլ առ փուլ, երկու փուլի բաժանեցինք եւ սկսեցինք վերականգնման աշխատանքները։ Առաջի փուլով 20 թվականին վերականգնվեց ցուցասրահը, որը ավելի ուշ է կառուցվել, քան ինքը տունը 1975 թվականին է կառուցվել ցուցասրահը, որովհետեւ այն կարևոր իրերը, որոնք այցելուները ավելի լայն հնարավորություն ունենան։ Իսկ տարածքը մոտավորապես քանի քառակուսի մետր է, մեծ է արդյոք թե ոչ։ Ինքը բավականաչափ մեծ տարածք է, միայն հայրական տունը 300 քառակուսի է, մենք հիմա որ նաև հարագից տարածքն ենք բարեկարգում, դա մոտ 1000 քառակուսի է։ Ես նշեմ, որ ուրեմն 21 թվականին մենք բացեցինք, հաջողությամբ բացեցինք Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը, որը տարածքով ավելի փոքր է, բայց փորձեցինք երաշերտ ցուցադրությամբ մարդկանց ներկայացնել Վահան Տերյանին, իրական Վահան Տերյանին, կարողացանք նաև ժամանակից տեխնոլոգիաներ կիրառել, Arlupa համակարգի միջոցով մենք կարողացանք շատ սիրուն եւ ժամանակի ձևով ներկայացնել, ասեմ որ բացելուց հետո 21 թվականի բացելուց հետո տուրիստների այցը 5 անգամ շատացավ։ Այսինքն հիմա ինքը համալիրը վերածվում է շատ մեծ տուրիստական ուրեմն կենտրոնի եւ 2023-24 թվականներին մենք արդեն հուշային մասի, այսինքն հենց հայրական տան վերականգնման աշխատանքները սկսեցինք եւ իրականացրեցինք, այս պահին նաեւ իրականացնում ենք հարագից տարածքի բարեկարգումը, այսինքն հենց հիմա եւս նաեւ շինարարական որոշումներ ընթանում, մեկ շաբաթից կավարտենք ամբողջովին եւ արդեն կանցնենք, այսինքն իրականացնենք պաշտոնական բացման արարողությունը։ Կարելի է ասել, որ այս ձեր նշած երկու փուլերից բաղկացած այս վերականգնման աշխատանքները ամբողջությամբ ամփոփեցինք։ Այո։ Եվ ամսի 12-ին մենք պատրաստի լրիվ արդեն այլ տուն-թանգարան ենք տեսնելու։ Այո, ինքը հուշային մասի վերականգնման մասին, եթե մենք ավելի մանրամասն խոսեմ, ինքը շենքը դե ինչպես նշեցի, 1882 թվականին է կառուցվել եւ շատ վատ վիճակում էր գտնվում։ Իհարկե մի քանի տասնյակ տարիներ առաջ որոշակի փորձել էին ինչ-որ մեխանիզմով պահպանել, լրացուցիչ մեխանիզմ ստեղծելով, բայց ինքը ավելի միջավայրը փչացրել էր։ Մենք կարողացանք դա հեռացնենք։ Կարելի ասել շենքը ամբողջովին քանդել եւ նորից հավաքել ենք, նույնիսկ այնտեղ սովետի ժամանակ մի քանի պատեր էր կառուցվել, որը մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք ավելորդ պատեր են եղել, երբ որ պատերը քանդեցինք, տեսանք, որ նաեւ գերաններ կան, այսինքն մենք փորձել ենք ամբողջովին վերականգնել, այնպես ինչպես ժամանակին է եղել այդ տունը, այնպես ինչպես Վահան Տերյանն է ապրել այդ տանը։ Հենց դա ուզում հարցնել, հենց այդ սկզբունքով եք վերականգնել եւ փորձել եք պահպանել բնօրինակը։ Իհարկե պահպանել են տեղեկության բնօրինակը եւ հետաքրքիր ցուցադրական մեխանիզմներ ենք իրականացրել։ Մենք նախ եթե շինարարության անդրադառնամ, այնտեղ տրենաժից սկսած, այսինքն այնպես ենք արել, նախ շենքը փրկել ենք մի քանի 100 տարի, որովհետեւ նա գոյություն ունենա, տանիքի ամբողջովին փոփոխություն ա եղել գերանների, այսինքն փայտային է բնականաբար ինքը շենքը, բայց ամբողջովին փտած վիճակում էր եւ այսինքն ամեն ինչ փոփոխվել է, բայց հիմա որ գնանք մտնենք, չեք նկատի որ դրանք նոր փայտ է, նոր գերաններ են, որովհետեւ մեր մասնակիցները այնպես են վերականգնել, այնպես են նաեւ հնացրել, որ դա ոնց որ հենց մի ուրեմն 80-ական թվականների հիմնադրած շենք է իր տեսքով եւ ցուցադրմանից մի քանի նաեւ այսպես գաղտնիքներ բացեմ, մինչև բացումը, մենք հատկապես ժամանակից էլի տեխնոլոգիաներն օգտագործելով երկու հատված ունենք, որ
կարող ենք տեսնել, թե ինչպես է Վահան Տերյանը նստած տանը, սեղանին նամակ գրում, մենք կարող ենք դա եւ լսել եւ տեսնել Վահան Տերյանին, լսել նրա ձայնը, հենց լրիվ նրա ձայնը։ Դե բնականաբար Վահան Տերյանի ձայնը այդպես չունենք պահպանված տարբերակ, բայց մենք աշխատել ենք մեր ընկերների, գործընկերների հետ, հայտնի մարդու ձայնով կլսենք հայերեն տարբերակը, այնտեղ հայերեն, վրացերեն, անգլերեն տարբերակով կարելի է դա օգտագործել այդ վայրում եւ նաեւ մեկ այլ վայրում կարող է ուրեմն հին թախտայում նստած լինելու Վահան Տերյանը եւ էլի Արլուբայի ծրագրի միջոցով կարողանալու ենք նկարվել նրա հետ, այսինքն նստել կողքը մի քանի հոգով եւ նրա հետ նկարվել, այս մի քիչ ժամանակից մասը ամենակոլորիտային մասը, որ կուզենամ նաեւ նշեմ, դա թոնրատան մասն է։ Մենք թոնրատունը բավականին տաք միջավայր ենք ստեղծել եւ մարդիկ նույնիսկ ծմրանը, երեխաները եւ ոչ միայն կարող են հավաքվել թոնդրի մոտ, թոնիրը վառել եւ լսել թույլատրելի է։ Այո, թոնդրը նաեւ երկու մեխանիզմով են կարողանում աշխատել եւ հին մեխանիզմով փայտի, այսինքն որևէ բան վառելու միջոցով եւ նաեւ ունենք տենային տարբերակը, հենց բացման օրը եւս լավաշ է թխվելու։ Մենք կակրած անցած շաբաթ որ ճավախքում ենք, էլի լավաշ թխեցին, համտեսեցինք։ Դրա համար եմ հատկապես կարևորում, որ այդ օրը բոլորը լինեն, բոլոր հնարավոր մարդիկ եւ նաեւ ձեզ եւս սիրով հրավիրում եմ եւ նաեւ հենց Վահան Տերյանի տան թխած լավաշից օգտվել եւ լսել նրա բանաստեղծությունները այդ ընթացքում կարծում եմ։ Իհարկե, եւ նաեւ լսել ոչ միայն բանաստեղծություն, նաեւ լսել Ջավախյան հեքիաթներ։ Մենք նաեւ հենց տվյալ գյուղից, Գանձագյուղի հեքիաթներն ենք մեր գործընկերների միջոցով ուրեմն վերհանել, ձայնագրել ենք եւ ունենալու ենք հնարավորություն, որ այնտեղ կարելի է նստել եւ ավելի քան 10 հեքիաթ լսել Ջավախքի մասին, Գանձագյուղի մասին ու նաեւ բարբառով։ Ինչն է ամենահետաքրքիրը, որ մենք լսելու ենք բարբառով։ Մի քիչ դժվար կլինի ձեր համար կարծում եմ, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր եւ օգտողներ կլինեն կողքից վստահ եմ, որ սա հրաշալի վայր է լինելու երեխաների հետ այցելելու։ Այո, եւ ամենին, եւ երեխաների համար եւ մեծահասակների համար դա ինքը համալիրը դառնում է մեծ տուրիստական կենտրոն եւ մեծ նվեր Վահան Տերյանի 140-ամյակին։ Մենք այս տարի նաեւ փետրվարի 9-ին միջոցառում իրականացրեցինք ծննդյան օրը Պանթեոնում, Կոմիտասի տուն թանգարանում, բայց այս թանգարանի բացումը սա ամենագլխավոր նվերն է, ամենագլխավոր առիթն է եւ միևնույն ժամանակ նաեւ մենք համադրել ենք տերանական տոնակատարության հետ, այսինքն ամսի հուլիսի 12-ը Ջավախքում տոն է լինելու, որին մասնակցելու են բազմաթիվ մշակութային գործիչներ, հյուրեր, նաեւ պաշտոնատար անձիկ, այս պահին նաեւ հաստատել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը, Վրաստանի մշակույթի նախարարը, կարծում եմ այսպիսի բարձր եւ մասշտաբային միջոցառում Ջավախքում, հատկապես Գանձագյուղում եղել է 20 տարի առաջ, ուստի ինքը մասշտաբային եւ շատ հետաքրքիր միջոցառում է, մշակութային մասով էլ կարող է մի քանի բան։ Այո, ինչ է սպասվում, այո, այցելուներին հուլիսի 12-ին։ Ուրեմն հուլիսի 12-ի օրակարգը այսպես ենք նախատեսում, նախ մենք նաեւ արձանն ենք տեղափոխել, արձանը եւս Վահան Տերյանի տուն թանգարանի դիմացը կա Կիսանդրի, որը ժամանակ ընթացքում տեղափոխել էին, մենք հիմա նորից հետ ենք տանում իր ճիշտ վայրում, հա, եւ այսինքն օրակարգի առաջի կետով նախ ծաղիկներ ենք խոնարհելու Կիսանդրու մոտ, այնուհետև կատարվելու է պաշտոնական բացման արարողությունը, կարբիլետի, հա, կտրման արարողությունը, այնուհետև մենք ունենալու ենք գիդեր մի քանի հոգի, ովքեր ուղեկցելու են խումբ, նաև եւ հայերեն եւ վրացերեն։ Դրանից հետո, այսինքն այցելելով այդ ամեն ինչ, որ ես խոսեցի, հա, մանրակրկիտ պտտվելուց, շրջայց կատարելուց հետո վերադառնալու ենք եւ մշակութային միջոցառմանն ենք մասնակցելու, որը դաշտում է լինելու, ես կարծում եմ մի առնվազն 3-4 հազար մարդ կմասնակցի այս միջոցառմանը։ Մշակութային մասի հետ կապված արդեն պայմանավորություն ունենք, նաև Հայաստանի ԳԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային նվագարաններն են մասնակցելու, նվագախումբն այսինքն ներկա լինելու, Հայաստանի պետական կամերային երգչախումբն է մասնակցելու, մենք երգիչների արդեն ունենք նաև պայմանավորություններ, որոնք պատրաստական են, որ այդ օրը շատ գեղեցիկ միջոցառում վերածել, այսինքն մշակութային մասը եւս շատ հագեցած է։ Տերյանական հրաշալի օր է սպասվում հուլիսի 12-ին։ Ինչքան էլ որ մենք փորձենք ներկայացնել, գոնե մեկ անգամ պետք է մարդիկ գան եւ ականատես լինեն։ Եվ այդ մեկ անգամ գալու ամենակարևոր օրը,
ամսի հենց 12-ն է, հուլիսի 12-ն է։ Ինչքան էլ որ դուք նախատեսել եք 3-4000, 5000 մարդկանց համար, գուցե 15-20000 մարդկանց համար, եթե նույնիսկ 1 միլիոն էլ գանք, դուք մեկա սրտաբաց մեզ կընդունեք։ Մենք նոր չէ որ ջավախքին ճանաչում ենք կամ ջավախցիներին ենք ճանաչում։ Եվ մեր կոչն էլ հենց այս բային նույնն է լինելու, որպեսզի ցելներս ամսի 12-ին կարելի է վաղ առավոտյան նույնիսկ գնալ, հաշվի առնելով, որ ես ու Լուսինեն առավոտյան արդեն փաստեցինք, որ հուլիսի 1-ից օֆիցիալ արձակուրդները սկսվում են շատերիս համար, անպայման այս ֆանտաստիկ հնարավորությունը բաց չթողնեք, այս բացառիկ օրը բաց չթողնեք եւ դուք էլ ներկա գտնվեք այս հրաշալի միջոցառմանը։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն ձեզ, եթե բան ունեիք ավելացնելու սիրով կլսենք, բայց շտապենք որ երկու խոսք ավելացնեմ, նախ ասեմ, որ այս ամբողջ process-ին, գործընթացին աջակցել է մեզ Նինո Սմիթայի քաղաքապետարանը եւ բոլոր եւ բարերարները, ասեմ առանձնահատկություն ինչն է, որ մենք դե բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, բայց այս ծրագրին ունենք 90 բարերար։ Այսինքն 90 հոգի այս ծրագրին մասնակցում են, մարդ կա 10000 դրամով մասնակցում, նաև բարերը ունենք $30,000 մասնակցում, ուզում ասեմ, դա նաև համընդհանուր բնույթ է գերում, 1-2 հոգի չեն մասնակցում, դա շատ կարևոր է։ Եվ ես էլ ձեր հրավերին եմ ուզում միանամ, բոլորին կոչ անեմ, որ մասնակցեն այս միջոցառմանը, Վահան Տերյանի նորովի բացահայտեն, նորովի տեսնեն նրա տունը ճիշտ ձևով վերականգնված եւ հետաքրքիր ձևով ցուցադրված։ Շնորհակալություն ձեզ եւ բոլորին, ովքեր որ մասնակցել են այս կարևոր աշխատանքին եւ գործին, ձեզ լավ օր ենք մաղթում, իսկ մենք այս պահին կունենանք երաժշտական դադար, որից հետո պետք է վերադառնանք ու ձեզ հրաժեշտանք։